Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ եւ տեսանյութ հրապարակել աշխատանքների ընթացքից։ Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Աբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք։ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների եւ նոր հնարավորությունների շուրջ։ 2026 թվականի ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը այցելել է հանրապետական հավաքակայան անցկացրել Շարային ստուգատես։ Ասրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը ներկայացնում է որպես առաջին քայլ դեպի հրադադարի ամրապնդում, Լիբանանի ինքնիշխանության վերականգնում եւ Իսրայելի զորքերի փուլային դուրսբերում հարավային Լիբանանի որոշ հատվածներից։ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի, գտնելով, որ վերջինիս հայտարարություններում զրպարտություն կամ վիրավորանք առկա չէ։ Մեկ այլ դեպքով ուժեղ Հայաստանի падգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից մեկը հայտնաբերվել եւ կալանավորվել է, շաբաթվա քրեական քրոնիկոն։ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 25-ին եւ 26-ին տեղի է ունեցել բարեգործական համերգ աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ բժիշկների համաշխարհային նվագախմբի մասնակցությամբ։ Նախաձեռնության ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 1000 երեխաների բուժման պայմանների բարելավմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ եւ տեսանյութ հրապարակել աշխատանքների ընթացքից։ Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Աբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք։ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը կամուրջը փակ է երթևեկության համար։ Նախատեսվում է իրականացնել կամրջի ամբողջական հիմնանորոգում, վերականգնել երթևեկելի մասը եւ հետեւտնային հատվածները, նորացնել դեֆորմացիոն կարերը եւ ջրահեռացման համակարգերը, կատարել ջրամեկուսացման աշխատանքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան։ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների եւ գործակցության հետեւողական զարգացմանը։ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի ջերմ ողջույնները եւ շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության ցուցաբերած դիրքորոշման եւ մարդասիրական աջակցության համար։ Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը, մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների եւ նոր հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ավարտին Փաշինյանը իր ջերմ ողջույնն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ ծրագրավորման եւ բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, Գրիգորյանը կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ել ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների եւ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընթացք։ Սահմանադրական դատանում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի քննությունը։ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության նիստի ընթացքում Սահմանադրական դատանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրել է, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴՆ քիչ ժամանակ ունի։ Հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ Սահմանադրական դատանը պետք է որոշում կայացնի։ 2026 թվականի ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Զինված ուժերի գշպետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան անցկացրել Շարային ստուգատես։ Զինված ուժերի գշպետը տեղում դիտարկել է զորակոչի ներգրաված աշխատանքային խմբերի եւ հանձնաժողովների պատրաստությունը, տեխնիկական միջոցների առկայությունը, ստուգել թիկունքային եւ բժշկական ապահովման ներքին հսկողության պատրաստության վիճակը եւ նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասրյանը պատասխանատու ստորաբաժանումների
կենտրոնների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Իրանը 4 անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, պնդում է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։ Վնաս է հասցվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ճանապարհը։ Մենք խոցել ենք մյուս 3 անօդաչուները։ Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտում է, նշել է Թրամփը։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող 4 ռազմական թիրախի։ Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ գործողությանը մասնակցել է ցամաքային բազավորման 6 ինքնաթիռ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով թիրախավորվել են իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արհեստավորման օբյեկտներ, նաեւ ռադարային համակարգեր։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտնել է, որ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների իր ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան զինուժի տեղակայման օբյեկտները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու հարցում եւ նրա խոսքով պատրաստ է զգալի զիջումների։ Թրամփը նշել է, որ Իրանի ռազմական ներուժը զգալիորեն թուլացել է, ընդգծելով, որ երկիրը ունի արդյունավետ ռազմածովային եւ ռազմաօդային ուժեր։ Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնագիր կնքել։ Նրանք մեզ շատ զիջումներ են անում, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը նաեւ քննադատել է այն պնդումները, թե Իրանը ներկայումս ավելի ուժեղ է, քան մի քանի ամիս առաջ, դրանք անվանելով իրականությանը չհամապատասխանող։ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3300 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորդե Ռոդրիգեսը։ Իշխանությունները շարունակում են գնահատել աղետի հետևանքները եւ կազմակերպել փրկարարական աշխատանքները տուժած շրջաններում։ Չինաստանում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է 109 հարկանի Չայնազուն երկնաքերին։ Դեպքից անմիջապես հետո շենքից իրականացվել է լայնածավալ տարհանում, իսկ արտակարգ ծառայությունները սկսել են որոնողափրկարարական աշխատանքները։ Տուժածների եւ զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Վրաստանի խորհրդարանում նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Գախարյան Վրաստանի համար կուսակցության պատգամավոր Գրիգորի Շարաշիձեն հայտարարել է, որ նույնիսկ վրացական երազանք կուսակցությունը արժանի չէ ներկայիս վարչապետին եւ պնդել, որ իշխող ուժի պատգամավորներից շատերը կիսում են այդ կարծիքը։ Դրանից հետո դահլիճում վիճաբանություն է սկսվել, որն արագ վերածվել է ֆիզիկական բախման։ Միջադեպի հետևանքների կամ հնարավոր տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։ Իսկ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը ներկայացնում է որպես առաջին քայլ դեպի հրադադարի ամրապնդում, Լիբանանի ինքնիշխանության վերականգնում եւ Իսրայելի զորքերի փուլային դուրսբերում հարավային Լիբանանի որոշ հատվածներից։ Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր։ Ստորագրման արարողությունը կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում։ Մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերը եւ Լիբանանի դեսպան Նադա Համադե Մուավադը։ Ռուբիոն համաձայնագիրը բնութագրել է որպես սկզբի սկիզբ, ընդգծելով, որ սա դեռ միայն առաջին քայլն է եւ կողմերին առջևում բարդ գործընթաց է սպասվում։ Սա սկզբի սկիզբն է։ Առաջին քայլը երբեմն ամենադժվարն է, բայց այն կարևոր է։ Մենք չենք թերագնահատում առաջիկա աշխատանքի բարդությունը, բայց հասկանում ենք դրա նշանակությունը։ Լիբանանի դեսպանը փաստաթուղթը ներկայացրել է որպես Լիբանանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման ճանապարհի սկիզբ։ Նրա խոսքով նպատակը մշտական հրադադարն է, տեղահանվածների վերադարձը եւ խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովումը։ Իսրայելական կողմի դիրքորոշումն ավելի պայմանական է։ Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերը հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է հանգեցնի խաղաղության, բայց այն հիմնված է կատարման եւ անվտանգության երաշխիքների վրա։ Այս եռակողմ շրջանակային համաձայնագրում Իրանը դուրս է, Հեզբոլլահը դուրս է, իսկ Իսրայելի եւ Լիբանանի միջև խաղաղության ճանապարհը բաց։ Վերջնական նպատակը մեր երկու երկրների միջև խաղաղությունն է։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել եռակողմ
կողմ ռազմական համակարգման խումբ, որը պետք է հետևի գործընթացի իրականացմանը։ Քննարկվում են նաև հարավային Լիբանանում փորձնական գոտիներ, որտեղ իսրայելական ուժերը պետք է դուրս գան փոքր հատվածներից, իսկ Լիբանանի բանակը տեղակայվի այդ տարածքներում։ Այնուամենայնիվ, սա ամբողջական դուրսբերման պայմանագիր չէ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ անվտանգության գոտում այնքան ժամանակ, քանի դեռ Հեզբոլլահից եկող սպառնալիքը չի վերացվել։ Լիբանանի համար առաջնահերթը հակառակն է՝ Իսրայելի լիարժեք դուրսբերումը եւ պետության վերահսկողության վերականգնումը երկրի ամբողջ տարածքում։ Հեզբոլլահի խմբավորումը չի մասնակցել փաստաթղթի ստորագրմանը եւ դեմ է զինաթափման պահանջներին։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը կարող է դիվանագիտական առումով կարևոր լինել, բայց դաշտում դրա իրականացումը բարդ է լինելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստացել է աջակցել գործընթացին, այդ թվում մարդասիրական օգնությամբ, սակայն հիմնական հարցերը դեռ բաց են։ Ինչ արագությամբ կտեղակայվի Լիբանանի բանակը հարավում, ինչ ծավալով կհեռանան իսրայելական ուժերը եւ արդյոք հնարավոր կլինի սահմանափակել Հեզբոլլահի ռազմական ներկայությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր հունիսի 27-ին առեղծվածային եւ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 11-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին թունելի մոտով հոսող փամբագետում կա դի։ Շամշյան կոմի տեղեկություններում տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եւ փամբագետում հայտնաբերվել է դի։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզում են մահացած ինքնությունը եւ դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում են հայտնվել գետում։ Ի դեպքի առաջ հայտնի դարձավ, որ փամբագետում հայտնաբերվել է Opel Magnish-ի ավտոմեքենա, վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա տղամարդու դի։ Դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի հայցն ընդդեմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, գտնելով, որ վերջինիս հայտարարություններում զրպարտություն կամ վիրավորանք առկա չէ։ Վճռով նաև Ռոբերտ Քոչյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձվել է 120,000 դրամ որպես փաստաբանական ծառայությունների խելամիտ վարձատրություն։ Մեկ այլ դեպքով ուժեղ Հայաստանի падգամավորի հետախուզվող 4 տեխնացուներից մեկը Արթուր Աբրահամյանը հայտնաբերվել եւ կալանավորվել է։ Անսող շաբաթվա քրեական քրոնիկոնը տեսանյութ։ Երկու ամսով կալանավորվել է ազգային ժողովի падգամավոր հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններին ԲՀԿ ցուցակով առաջադրված падգամավորի տեխնացու Մարտուն Գրիգորյանի որդին։ Կամո Գրիգորյանը վերջինս 1 տարի է հետախուզման մեջ էր։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշարք տալու եւ որպես ընտրակաշարք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի եւ Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Դատարանը հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է 2 ամսով կալանք ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության ենթադրյալ դեպքով քննչական մարմնի տվյալներով նա մայիսին հանդիպումներ է ունեցել օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ եւ ըստ մեղադրանքի փորձել է նրանց ներգրավել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում որոշ ընտրողների վրա ազդեցություն գործադրելու գործընթացում։ Փորձաքննությամբ հաստատվել է համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձի ինքնությունը որպես Ավետիք Չալաբյան։ Ավարտվել է 5.5 կիլոգրամ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործի նախաքննությունը ըստ գործի նյութերի օտարերկրյա քաղաքացին թմրամիջոց Հարաքսկետի միջոցով ապօրինի տեղափոխել եւ թաքցրել է Հայաստանի տարածքում, սակայն այն վերցնելու փորձի ժամանակ անձանցից մեկը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ոստիկանության կողմից։ 3 մեղադրյալների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման փորձի մեղադրանքով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն դատարան փոխանցելու նպատակով։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է խորհրդմոր կողմից 1 տարեկան երեխայի սպանության վերաբերյալ քրեական բարույթի նախաքննությունը։ Ըստ քննչական կոմիտեի ՌԵ-ն, որը փաստացի խնամել է երեխային, պարբերաբար բռնություն է գործադրել մեկամյա ԱՄ-ի նկատմամբ նրան պատճառելով ծանր վնասվածքներ։ Վերջին դեպքի ժամանակ ըստ քննության նա ուղղակի դիտավորությամբ հարվածել է երեխայի գլխին, ինչի հետևանքով երեխան մահացել է։ ՌԵ-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում անօգնական վիճակում գտնվող անչափահասի սպանության եւ երեխային դաժան վերաբերմունքի ենթարկելու հոդվածներով նա կալանավորվել է։ Փամբակ գետում ջրահեղձ եղած 2 անչափահաս քույրերի որոնողական աշխատանքներն ավարտվել են, երկուսն էլ հայտնաբերվել են մահացած։ Ավելի վաղ 7-ամյա Նարե Մարտիրոսյանն արդեն հուղարկավորվել էր Արթիկում, իսկ 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում էին։ Փրկարար ծառայությունը, ոստիկանությունը եւ կամավորները 6 օր շարունակ իրականացրել էին լայնածավալ որոնողական աշխատանքներ, ներգրավելով նաեւ ջրասուզակներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների։ ԲԴԽ որոշմամբ Կոտայքի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Վարոսյանին եւ Աննա Արզումանյանին հայտարարվել է նկատողություն, նույն դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին հայտարարվել է խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն նաեւ բավարարել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովանիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Խորհուրդն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է դատավորի լիազորությունը։ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 25-ին եւ 26-ին կայացել է բարեգործական համերգ աշխարհահռչակ հայ Սերգեյ Խաչատրյանի եւ բժիշկների համաշխարհային նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գլխավոր դիրիժոր Ստեֆան Վիլիխը։ Նախաձեռնության ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 1000 երեխաների բուժման պայմանների բարելավմանը։ Արամ Խաչատրյանի համերգասրահում հունիսի 25-ին եւ 26-ին կայացել է բարեգործական համերգ աշխարհահռչակ հայ Սերգեյ Խաչատրյանի եւ բժիշկների համաշխարհային նվագախմբի մասնակցությամբ։ Բարեգործական համերգի նպատակը ներկայացրել են բժիշկներն ու կազմակերպիչները։ Հասույթը փոխանցվելու է Կաթիլ բարեգործական հիմնադրամին եւ ուղղվելու է առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաների բուժման միջավայրի բարելավմանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Մուրացան համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Միլենա Աղաջանովայի խոսքով մանկական էնդոկրինոլոգները դիաբետ ունեցող երեխաների հետ անցնում են հիվանդության ամբողջ ճանապարհը, ախտորոշումից մինչև ամենօրյա հսկողություն։ Մանկական էնդոկրինոլոգի կյանքը ընթանում է տիպ 1 դիաբետ ունեցող երեխեքի հետ միասին, այսինքն այդ երեխաները ախտորոշվում են մեզ մոտ, մենք ցավ ենք ապրում ամեն երեխայի ախտորոշման հետ միասին, իրականում ամբողջ կոլեկտիվը, եւ հետո մենք ապրում ենք իրանց հետ, այսինքն այդ հիվանդությունը տանում ենք առաջ իրար հետ եւ երեխաները մեծանում են մեր աչքերի առաջ։ Եվ սա այն կապն է, որը ստեղծվում է բժիշկի եւ երեխայի միջև անմիշտ եւ մնում է անմիշտ, որովհետեւ ինչքան էլ մենք սովորեցնում ենք երեխաներին ինչպես ապրել դիաբետի հետ, ինչպես կառավարել այդ դիաբետը ամեն օրվա ռեժիմով, մշտական ռեժիմով, միևնույնն է բժիշկը պետք է, միևնույնն է բժիշկին շատ հաճախ անդրադառնում են անգամ այցերից դուրս։ Բժիշկները նշում են, Հայաստանում դիաբետ ունեցող երեխաների բուժման հիմնական հնարավորությունները մեծ մասամբ հասանելի են, սակայն բուժման պայմանների բարելավման կարիք միշտ կա։ Նման նախաձեռնությունները կարևոր են նաև հիվանդության մասին իրազեկվածությունը բարձրացնելու եւ վաղ ախտորոշման նշանակությունը ընդգծելու համար։ Բժիշկների համաշխարհային նվագախումբը Հայաստան է ժամանում երկրորդ անգամ, այն միավորում է տարբեր երկրներից ժամանած բժիշկների, որոնք մասնագիտական գործունեությանը զուգահեռ բարձր մակարդակով զբաղվում են երաժշտությամբ։ Նվագախումբը տարբեր երկրներում հանդես է գալիս միայն բարեգործական համերգներով։ Օրկեստրը իր մեջ ներառում է 2000 հոգի եւ իրենք տարեկան 3-4 անգամ տարբեր երկրներում, տարբեր կազմով տալիս են միայն բացառապես բարեգործական համերգներ։ Բարեգործությունը դա ինչ որ պատահականություն չի Հայաստանի համար, իրենք են տալիս միշտ բարեգործական համերգներ եւ իդեպ շատ հետաքրքիր փաստ ասեմ, որ նախ հենց այս կազմակերպությունը, բժիշկների համաշխարհային կազմակերպությունը ինքը իր կողմից նվիրատվություն արել 20000 եվրո մեր Կաթիլ հիմնադրամին եւ մնացած հասույթը, որը այսօր կհավաքվել է արդեն, որտեղ սոլդ աուտ է մեր երկու համերգներն էլ, որը այդ փաստը շատ է ուրախացնում,
այս հասույթը նույնպես կգնա Կաթիլ հիմնադրամին։ Կազմակերպիչների խոսքով Հայաստանում կայացած համերգը նվագախմբի առաջին բարեգործական նախաձեռնությունը չէ։ Նախորդ համերգը կայացել էր 2010 թվականին եւ նվիրված էր առողջական խնդիր ունեցող երեխաներին։ Այս անգամ ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետ ունեցող երեխաներն են։ Նվագախմբի գլխավոր դիրիժոր Շտեֆան Վիլիխը շեշտում է, բժշկությունն ու երաժշտությունը կարող են փոխրերացնել միմյանց։ Նրա խոսքով երաժշտությունը լիցքավորում է բժիշկներին եւ օգնում ավելի ջերմ մոտեցում ունենալ պացիենտների նկատմամբ։ Լինել բժիշկ եւ երաժիշտ միաժամանակ նշանակում է լինել երջանիկ մարդ։ Երբ մենք նվագում ենք, լիցքավորվում ենք եւ կարողանում ենք ավելի լավ ու ավելի ջերմ ծառայել մեր պացիենտներին։ Հունիսի 25-ի եւ 26-ի համերգները միավորել են բժշկությունը, երաժշտությունն ու բարեգործությունը։ Նպատակը մեկն է՝ աջակցել Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եւ բարելավել նրանց բուժման պայմանները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկման վերջում մեկ մահաստ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մովսես Խորենացու մեդալակիր հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռայսա Մկրտչյանը։ Նա 84 տարեկան էր։ Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղն ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկե դարի եւ միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։ Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ եւ ուտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի եւ այլոց հանրահայտ գործերը։ Այսքան այս ժամի համար ցտեսություն։